Վեկտորների հետ կապված թեման պարզաբանենք, եթե ունենք A և B կետերը, որոնց կոորդինատներն են x1, y1, B կետին է x2, y2։ Եթե պահանջում է գտնել AB հատվածի միջնակետի կոորդինատները, ապա կիրառում ենք հետևյալ բանաձևը։ Միջնակետը, ասենք A հատվածն է, AB հատվածն է։ Միջնակետը կլինի ճիշտ մեջտեղում։ MX-ը հավասար է x1 գումարած x2 կես, երկուսի կիսագումարը։ MY-ը հավասար է y1 գումարած y2 կես։ Այս թվերը ցույց են տալի միջնակետի կոորդինատները MX, MY։ Օրինակ, թեմատիկում ունենք ինչ գտնել A-ն 2, 3 և B-ն -2, 1 ծայրակետերով հատվածի միջնակետի կոորդինատները։ Ինչ կլինի MX-ը։ 2 գումարած -2 կես, MY-ը 3 գումարած 1 կես, 2 այստեղ 0, ուրեմն 0, 2-ը կլինի այս երկու ծայրակետերը ունեցող հատվածի միջնակետի կոորդինատները։ Շարունակենք երկրորդ առաջադրանքը լուծենք, տրված է հետևյալը պարզեցնել 3A + B հանած 2 անգամ A - B արտահայտությունը։ Ինչպես պարզեցնենք։ Աշխական օրենքով ինչ կունենանք։ 3A + 3B -2 անգամ A -2A -2 անգամ -B + 2B։ Ինչ է լինում։ Նման անդամների միացում կատարենք 3A - 2A ստացվում է A 3B + 2B 5B։ Այս արտահայտությունը պարզեցրեցինք, ստացվեց սա։ Հաջորդը երրորդ առաջադրանքը, սա երկրորդն էր առաջին տարբերակի։ Երրորդում պահանջում է գտնել A վեկտորը հավասար է 7i + 4j վեկտորի կոորդինատները։ Այսինքն A վեկտորը արտահայտված է i և j միավոր կոորդինատային վեկտորներով։ Հետևաբար A վեկտորի կոորդինատներն են որ թվերը 7 և 4։ Լավ։ Հիմա չորրորդը պահանջում է հարցնում է համուղված թե հակողված են A և B վեկտորները, ոչ դրական վեկտորներ, եթե B վեկտորը հավասար է 2 անգամ A։ Քանի որ երկուսը դրական թիվ է, հետևաբար A և B վեկտորները ինչ են։ Համուղված են։ B վեկտորի կոորդինատները ստացվում են A վեկտորի կոորդինատները երկու թվով բազմապատկելով։ Տրված են A և B վեկտորները, այս կետերը պետք է գտնել AB վեկտորի կոորդինատները, ինչպես գտնենք AB վեկտորի կոորդինատները, դրա համար ինչ էինք անում։ -2-ից հանում ենք 3, կլինի ինչ։ -5, 5-ից հանած 4, 1։ Ուրեմն AB վեկտորի կոորդինատները գտնելու համար ծայրակետի կոորդինատներից հանում ենք այս ելակետի կոորդինատները, ելային կետի, լավ։ Եթե ուզեր BA, օրինակ BA-ի կոորդինատներ իհարկե չի պահանջում, պետք է A-ի թվից հանենք, 3-ից հանենք -2, 4-ից հանենք 5, պարզել։ Նաև պահանջում է գտնել վարժության մեջ այս հատվածի երկարությունը, վեկտորի երկարությունը։ Վեկտորի երկարությունը նշանակում ենք հետևյալ կերպ, դա նույնն է, որ գտնենք A և B կետերի հեռավորությունը, DAB-ն։ Իսկ DAB-ն ոնց էինք գտնում։ x1, y1, x2, y2 նշանակելու դեպքում ունենք հետևյալ բանաձևը։ x2 - x1 քառակուսի գումարած y2 հանած y1-ի քառակուսի և տեղադրենք, ինչ կլինի։ -2, -3 գումարած 5 - 4 քառակուսի -5-ի քառակուսին 25 + 1 ստացվեց արմատ 26։ Սա էլ մեր շարունակենք թեմատիկի քննարկումը, լուծենք 6-րդ առաջադրանքը, գրեք կոորդինատների սկզբնակետով և 2-4 կետով անցնող ուղի հավասարումը։ Կարող ենք պատկերել հետաքրքրության համար ընդհանրապես կոորդինատների սկզբնակետը սա է,
Աստիճանավորենք 1, 2 եւ այլն, նույնը y-ների առանցքում 0 0 կետը սա է, իսկ 2 4 կետը այս է։ Մենք պետք է գտնենք այս երկու կետերով անցնող ուղի հավասարումը։ Գրացուցի։ Ինչպես գրենք։ M կետը 2 4, O կետը 0 0։ Պետք է գտնենք այս երկու կետերով անցնող ուղի հավասարումը։ Հիշենք, որ բանաձևից էինք օգտվում։ Որտեղ կարող ենք x1, y1-ը վերցնել հետևյալ կոորդինատների սկզբնակետը, իսկ x2, y2-ը վերցնել m կետը։ Տեղադրենք։ X-ը հանգիստ ենք թողում, որևէ թիվ չենք տեղադրում, որտեղ հավասարումը, որ ստանալու ենք, պետք է պարունակի x եւ y։ x1-ի տեղին չենք դնում 0, x2-ի տեղը 2, 0, հավասարը y-ի տեղին չենք տեղադրում, թողնում ենք y1-ը 0, y2-ը 4, ինչ եղավ x-ը, y-ը ինչի է հավասար, ստացվեց y-ասի խաչաձև, երկու անգամ y 4, սա 4 էր, լավ, 4x, 2y հավասար է 4x, որտեղից y-ը հավասար է 2x, որզեր գտանք կոորդինատների սկզբնակետով և m կետով անցնող ուղի հավասարումը։ Այս ենք գրում շրջանագծի հավասարումը։ 7-րդ վարժության մեջ պահանջում է գտնել այս հավասարումով տրվող շրջանագծի կենտրոնի կոորդինատները և շարավիղը։ Եթե հիշում եք, շրջանագծի հավասարումը տրվում էր հետևյալ կերպ. x մինուս x0 քառակուսի, y մինուս y0-ի քառակուսին հավասար է r-ի քառակուսի, որտեղ x0, y0-ն ինչն էր։ Շրջանագծի կենտրոնի կոորդինատները, իսկ r-ը շարավիղ։ Պարզել երեխեք ջան։ Հիմա ինչ անենք, այս տեսքով չի, կարող ենք այդ տեսքը վերականգնել։ Ինչպես աշխատել այս հավասարման վրա, որ տրված է։ Պետք է հիշենք a plus b-ի քառակուսին, որ հավասար է a քառակուսի plus 2ab plus b քառակուսի կրճատ բազմապատկման բանաձևերից է։ Հիմա սա կարտագրեմ, ներքևում ու կաշխատեմ դրա վրա։ Ինչ եք կարծում, եթե x քառակուսի plus 2x-ը դիտարկեմ, ինչ թիվ է պակասում, որ կարողանամ փակել, ոնց որ սա տրված է, աջ մասը փակեմ, ձախ մասը ստանամ։ Ինչ է պակասում։ Այո, ճիշտ է, այստեղ պակասում է 1։ Դրա համար ինչ կգրեմ, x քառակուսի plus 2x, նայ, plus 1 մինուս 1, 1-ը 0 է։ Ես խցկեցի 1-ը, որ կարողանամ փակել։ Որ փակեմ, ինչ կստացվի։ x plus 1-ի քառակուսին։ Շատ ապրես վրեմ, ես պակասում է 3-ի, 3-ի քառակուսին 9, մինուս 9, սա միևն է 0 է տալի, մինուս 6-ը գրել էինք հետ, հավասար է 0-ի, պատկերացրեք, ինչ եղավ, քիչ չերևում վերեմ ես կոմ, լավ է, փաստորեն ես գումարեցի 1, հանեցի 1, գումարեցի 9, հանեցի 9, հիմա հետևյալները կփակեմ, սա փակել եմ, մինուս 1-ին կտանեմ, հավասարման աչքում, սա փակենք ինչ կլինի։ Այո, ճիշտ է, կստացվի y մինուս 3-ի քառակուսին, մինուս 9-ը կտանեմ, մինուս 6-ն էլ հավասար է, ովքեր կգան այստեղ։ 1-ը, 9-ը, 6-ը, ինչ է ստացվում։ x plus 1-ի քառակուսի գումարած y մինուս 3-ի քառակուսին հավասար է 16։ Հիմա նայում եք կանոնը։ Որոնք են շրջանագծի կենտրոնի կոորդինատները։ Եթե ուշադիր նայենք։ Այո, մինուս 1-ը, 3-ը վերցնենք հակադիրները։ Կենտրոնի կոորդինատներն են, կենտրոն։ Իսկ r-ը 4 շարավիղը։ Գտանք, ինչ-որ պահանջվում էր։ Ուծենք նաև 8-րդ առաջադրանքը, գտնել մինուս 2 0, 1 1 կետերով անցնող ուղի և մինուս 4 4 0 3 կետերով անցնող ուղիների հատմանկետի կոորդինատները։ Ուրեմն պետք է այստեղ գրենք ուղի հավասարումը գտնենք, հետո երկրորդի համար և իրար հավասարեցնենք, գտնենք հատմանկետի կոորդինատները։ Էլի կիրառում ենք ուղի հավասարումը, քիչ առաջ արեցինք, y մինուս y2 մինուս y1 հավասար է y, այ խառնեցի,
Այստեղ պետք է գրեի x2 մինուս x1, շտապեցի y մինուս y1, y2 մինուս y1։ Դեկիք տեղադրենք, այստեղ գրենք x1, y1, x2, y2։ Ինչ կլինի։ x մինուս x1-ը մինուս 2-ը տվեց պլյուս 2, x2-ը ինչ է, 1 մինուս 2-ը պլյուս 2-ը լինում, պարզ է, y մինուս y1-ը 0, y2-ը 1 մինուս 0, ստացվում է x պլյուս 2 բաժանած 3-ի հավասար է y1-րդ, y-ը ինչ եղավ, x պլյուս 2 բաժանած 3-ի, մեկը անտեսում է, սա մի հավասարում գտան, հիմա մյուսը նույն կերպ կիրառում ենք, x-ից հանած սա x1, y1, x2, y2, տեղադրում ենք, պլյուս 4 բաժանած 0-ի գումարած 4 հավասար է y մինուս 4 և 3 մինուս 4, x պլյուս 4 4-րդ հավասար է y մինուս 4, այս ինչ թիվեր երեխեք, 3 մինուս 4 չէ, մինուս 1, հիմա խաչաձև բազմապատկեմ, մինուս x մինուս 4 հավասար է 4y մինուս 16, որից հետո y-ը պետք է գտնեմ, որ հավասարեցնեմ, դրա համար 16-ը կբերեմ այս կողմ, մինուս x մինուս 4 պլյուս 16 հավասար է 4y, լինում է մինուս x պլյուս 12 հավասար է 4y, 12-ը և մինուս x-ը տեղերով կարող են փոխել, որտեղից y-ը լինում է 12 մինուս x 4-րդ, հատման կետի կորդինատները գտնելու համար սրանք ուղղակի հավասարեցնում ենք, x պլյուս 2 երրորդ հավասար է 12 մինուս x 4-րդ, խաչաձև բազմապատկում ենք, լինում է 4 անգամ x պլյուս 2 հավասար է 3 անգամ 12 մինուս x, 4x պլյուս 8 հավասար է 36 մինուս 3x, x-երը մի կողմ, թվերը մի կողմ, 7x-ը հավասար է հայտնիները մի կողմ, ինչ է լինում, 36-ից հանած 8, 28, x-ը ստացվեց 4, x-ը ստացվեց 4, y-ը գտնելու համար կամ այստեղ եք տեղադրում, օրինակ երկրորդում տեղադրենք, կլինի 12 մինուս 4 4-րդ, 12-ից հանած 4, 8-ը բաժանած 4-ի 2, ուրեմն այս երկու կետերով անցնող ուղիների հատման կետի կորդինատներն են պատասխանը 4 2